Դե ինչ մենք վերադարձանք տաղավար հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ շարունակվում է բարի առավոտը, ես ողջունում եմ եւ բարի լույս եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան։ Մենք շատ հետաքրքիր եւ մշակութային թեմաների շուրջ դարձյալ փորձում ենք խոսել, հանրայնացնել այն թեմաները, որոնք որ մշակույթի շուրջ են կատարվում։ Այսպիսով խոսելու ենք դեռ 2017 թվականից ստեղծված մեր երգերը եւ մենք նախաձեռնության մասին տաղավարում է ազգագրագետ, ազգային երգերի կատարող եւ դասավանդող Աննա Երիցյանը, ողջունում եմ ձեզ եւ մեր երգերը եւ մենք նախաձեռնության թիմի անդամ Մերի Սերոփյանը, ողջունում եմ աղջիկներ։ Ուրախ եմ տաղավարում ձեզ տեսնելու համար, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Ինչպես եք, ոնց է սկսվել ձեր առավոտը։ Եթե արդեն առավոտ է, կարծում եմ կեսօրին մոտ է ինչ որ չափով։ Շատ լավ ու ոչ ստանդարտ, այսինքն հանգստյան օրը եթերում, շնորհակալ ենք նաև հրավերի համար։ Սիրո։ Ինչպես եք սիրում սկսել առավոտներն ընդհանրապես։ Շաբաթ կիրակի առավոտները խաղաղ ու հանգիստ եմ սիրում սկսել, ի տարբերություն գոնե աշխատանքային օրերի ավելի անշտապ։ Դեկտեմբերը միշտ հակառակն է լինում, ավելի եռուզեռը շատ է, մանավանդ երբ կա ընտանիք, կա բալիկ, ես ձեր սրտից եմ խոսում, ինչ որ չափով կարծում եմ միշտ այսպես ավելի խառն են աշխատանքները։ Հասցնում եք պատրաստվել ամանորին, արդյոք ձեր տանը նաև եռուզեռը ամանորի մասին է ընդհանրապես։ Ամանորին պատրաստվել է արդեն վերջին օրերին է իմ պարագայում մնում, որովհետև դեռևս աշխատանքային հաշվետու շաբաթներն են ընթացքի մեջ, ես քանի որ աշխատում եմ կրթական ոլորտում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եմ դասավանդում, այս շաբաթները մեր հաշվետու ելույթների տարեվերջյան գեղեցիկ միջոցառումների շաբաթներ են։ Այնպես որ խոհանոցային աշխատանքները վերջին 1-2 օրը հազիվ փորձում եք հասցնել, ես կարծում եմ։ Ձեր դեպքում ինչպես է։ Իմ ամանորյա նախապատրաստության սիրելի մասը նվերներ գտնել ու ընտրելն է, որը արդեն այդպես մեծ սիրով սկսել եմ անել։ Խոհանոցային նախապատրաստություն ճիշտն ասած այդպես շատ չենք սիրում ու չենք անում։ Դա բոլոր տանկանայք լսեն, սա ես կարծում եմ շատ լավ այսպես ուղերձ է բոլոր նրանց, ովքեր խոհանոցում 10 օր առաջ արդեն սկսում են ակտիվ աշխատանքները։ Մենք ենք մեր երգը եւ մենք նախաձեռնությունը դեռ 2017 թվականից, այսինքն մենք 2027-ին 10 տարվա նախաձեռնություն կունենանք։ Ինչպես առաջացավ գաղափարը եւ ինչ պատմություն կա հիմքում նախաձեռնության։ Շատ լավ, սիրով պատմեմ, մինչեւ հենց բուն մեր սկսելը պիտի անպայման նշեմ մի մարդու անուն, ով հսկայական ազդեցություն է ունեցել մեր թիմի բոլոր անդամների վրա։ Խոսքը Գագիկ Գինոսյանի մասին է, ով եղել է ուսուցիչ այդ բառի ամենախորը ու լայն իմաստով բոլորիս համար։ Մարդ, ում շնորհիվ բոլորս իսկապես սիրահարվել ենք ավանդական մշակույթին ու մի տեսակ այսպես մտնելով այդ ամենը մեր մեջ, էլ հանգիստ չի կարողացել թողնել այդ ցանկությունը ուսումնասիրելու, էլի խորանալու ու էլի ավելի մեծ ցանկությունը այդ իմացածը տարածելու բոլորիս մեջ եկել է իրենից։ Սկիզբը դրվեց Խազեր երգչախմբի խմբավար Անին Ավասարդյանի կողմից, ով այսպես հավաքեց մեզ իրար հետ, բա ինչու չանենք մեր երգերը եւ մենք, որովհետեւ կար մեր պարերը եւ մենք, որին բոլորս մեծ ակտիվությամբ մասնակցում էինք, հա, ու այդպես սկիզբ դրվեց մեր երգերը եւ մենք նախաձեռնությանը, պատմեմ ինչ Իհարկե, սիրով, ինչ պատմություն կա։ Յուրաքանչյուր ամիս ունենում ենք տարբեր հյուրեր, այսինքն միշտ նույն ֆորմատի չի լինում, գալիս են ավանդական երգի բարի տարբեր խմբեր, գալիս են երաժշտագետներ, ազգագրագետներ, ու այսպես յուրաքանչյուր հյուր մի տեսակ իր հետ բերում է արդեն իր թեման։ Ու քանի որ մեր մշակույթն էլ չափազանց գունեղ ու բազմաշերտ է, ունենք աշխատանքային երգեր, հարսանյաց երգեր, կյանքի բոլոր իրավիճակների համար ունենք երգեր, այդպես յուրաքանչյուր միջոցառում հիմնականում նվիրվում է որևէ ճյուղի կամ որևէ անհատի, Հայրիկ Մուրադյան, Կոմիտաս, Միգրանտ Թմաչյան եւ այլն։ Այդպես միասին հավաքվում ենք, ոչ միայն երգերն ենք սովորում, ինչ իհարկե շատ հավես ու կարեւոր է, սովորում ենք երգերի պատմությունը, ինչ են, երբ են այդ երգը երգել, ինչու են այդ երգը երգել, որ շրջանում են երգել, ոնց է ինքը փոխվել, ոնց կարող ենք մենք հիմա դա մեր կյանքում օգտագործել, փորձում ենք կենթանի պահել, այսինքն ոչ թե որպես թանգարանային նմուշ ինչ-որ մի բանին մոտենալ, այլ բերել մեր կյանք, մեր կենցաղ, ինչը շատ գեղեցկացնում է մեր Ընտիր, եւ քանի որ դուք էլ ազգագրագետ եք, ես կարծում եմ շատ կարեւոր եք համարում ցանկացած երգ հնչեցնելիս, ով կհնչեցնի, ինչ որ չափով պատմությունն իմանալ տվյալ երգի, ծագումնաբանությունը եւ քանի որ նշեց գործընկերը, որ շատ հին, այսպես բազմաշերտ է մեր մշակույթը, մի փոքր խոսեք նախաձեռնության կարեւորության մասին ընդհանրապես, սա կրթական հսկայական բաղադրիչ ունեցող նախաձեռնություն է։ Այո, նախաձեռնությունը շատ կարեւոր է, նաեւ նրանով, որ
միշտ լուսաբանվում է եւ փորձում ենք, քանի որ այսօր ինֆորմացիոն հոսքը համացանցում է, փորձում ենք այդ միջոցառումները լուսաբանել եւ տեղադրել եւ մեր սոց էջերում, ինչպես նաեւ մեր երգերը եւ մենքի պաշտոնական էջում ու ոչ միայն որպես տեսանյութ, այլ տեսանյութի ներքևում նույն ինֆորմացիան, որը միջոցառումների ընթացքում տրվում է, արդեն բոլոր մանրամասներով ներկայացվում է, թե երգերի խոսքերը, թե ծագումը, թե որտեղից գիտենք ով է ներկայացնում, այսինքն մեծ աշխատանք է տարվում թիմի կողմից եւ իհարկե ինչպես նշեցիք, շատ կարեւոր։ Անտիր, եւ քանի որ հավաքագրվում է հսկայական արխիվ, ինչ որ մենք ունեցել ենք, գուցե երգեր, որոնք որ անգամ դրանց մասին չգիտենք, ինչպես է այդ հավաքագրումն իրականացնում, որովհետեւ սա հսկայածավալ աշխատանքի մասին է։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, այս վերջերս պարոն Շահնազարյանն էր մեր հյուրը, Արտուր Շահնազարյանը, ինքը միշտ նշում է դրա մասին, ասում է, տեսեք, Կոմիտասը հավաքագրել է 1000-ից ավելի երգ, բայց եթե մենք ուսումնասիրենք, սովորաբար երգվում են 30-40 լավ 100 երգ, մենք հենց շատ ցանկանում ենք, միտում ունենք որևէ կերպ նորից այդ գրքերի միջից հանել են երգերը, որոնք որ չեն երգվում ու որ սկսում ենք հանել, հասկանում ենք, թե իրոք ինչքան գեղեցիկ են դրանք ու ինչքան արժի, որ այդ երգերը գրքերում չմնան։ Սովորաբար մեր հյուրերին, որ հրավիրում ենք, անպայման խնդրում ենք, որ այդ սովորեցնելիք երգացանկում ներառեն երգեր, որոնք որ այդքան էլ հայտնի չեն։ Միջոցառումները միշտ սկզբից մինչև ավարտ անպայման տեսագրվում են, այդ տեսագրությունները հետո տարբեր ֆորմատներով փորձում ենք հրապարակել, տարածել։ Երբեմն լինում է, որ հատուկ միջոցառումից դուրս մենք գնում ենք տարբեր անհատների մոտ, խնդրում ենք, ասում ենք, այս երգը կերգեք, մենք փորձենք տեսքի վերել։ Շատ անհամբեր եմ տալ, ո՞րն է եղել այն երգը, որը որ այս նախաձեռնության շրջանակում ձեզ համար բացահայտում է եղել ու զարմացել եք, թեկուզ որ սա հայկական է կամ ինչու մենք մինչև հիմա այս երգի մասին չգիտենք։ Վերջերս Միհրան Թումաճանին նվիրված միջոցառում ունեցանք, իրականում անգամ իր անունը այդքան էլ հայտնի չէ հայության շրջանակներում, ինքը եղել է Կոմիտասի աշակերտներից մեկը, ով Կոմիտասի նման հազարավոր երգեր է գրառել Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառները, այսպես ծածկում է իր կատարած բանահավաքչական աշխատանքը։ Տաթևիկ Շահկուլյանն էր մեր հյուրը, ով հենց բերել էր Թումաճանից գրառված երգեր, որոնք մեկը մեկից գեղեցիկ էին ու շատ անսպասելի էին մեր համար, հենց մի տեսակ ինչ որ հատուկ ոչ կար այդ երգերի մեջ, հեղինակ չունեն կարծես, թե բայց այդ մարդու հավաքագրած երգերը էլ ինչ որ հատուկ էին ու ոչ ունեին։ Եվ քանի որ խոսեց ամերին բազմազանության մասին մշակույթի, Աննա, որքանով է հայկական մշակույթը այս տեսանկյունից հարուստ։ Ես գիտեմ, որ շատ հարուստ է, մի փոքր ուզում եմ ճակերտները բացենք, ինչպիսի երգեր մենք ունենք, որոնք որ գուցե շատ քչերը գիտեն, բայց դրանք մշակույթի են ամենագեղեցիկ գոհարներից են, որոնք որ իսկապես պետք է տարածվեն։ Իրականում մեր երգերի գլխավոր մի քանի ճյուղեր կան, ամենաշատը տարածված են աշխատանքային եւ սիրո գովերքի երգերը, որոնք որ ամենից տարածվածն են, բայց երևի թե ամենաքիչ լսված եւ բնականաբար կիրառվող ունենք դյուցած ներկեր, որը որ մեր հերոսներին են գովել, այսքան Սասնա Ծռեր էպոսից սկսած, ունենք շատ ողբերգեր, այսինքն սգո երգեր կան շատ եւ արդեն հոգեվոր երգերի ճյուղը իհարկե հիմա առօրյայում բնականաբար չենք կարող երգել տարածել, այդ առումով ես կուզեի նշել Մխիթար Սևաստացի կրթահամալիրում մենք շուրջ 7 տարի ուսումնական ժամերգություն ենք անցկացնում, այսինքն այն կրթական ծրագիրը, որի ընթացքում մենք սովորեցնում ենք իհարկե ավանդական երգեր, ծրագրի ղեկավարն էլ հենց Արտուր Շահնազարյանն է, Կոմիտասագետ, փորձում ենք նաև սովորեցնել հոգևոր երգեր եւ դրանք ոչ միայն մնան դասասենյակի շրջանակում, այլ ամեն ուրբաթ գնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցի, դե կրթահամալիրին մոտ այդ եկեղեցին է։ Ու անցկացնում ենք ուսումնական ժամերգություն։ Սովորողները երգում են եկեղեցում շարականներ, արդեն շուրջ 7 տարի։ Դե բազմազանությունը էլի եմ նշում։ Ժամերով կարելի է խոսել, ես կարծում եմ այս թեմայի շուրջ։ Շատ ընտիր պրակտիկա է, երբ բացի մեկ անգամ երգելուց երբեմն լինում են, չէ՞, մեկ անգամ երգենք, փորձենք բարի սովորել, անընդհատ դա կիրառվում է եւ գուցե հենց այդպես էլ մնում է սերունդների հիշողության մեջ։ Ինչպես են, քանի որ նախաձեռնությունն էլ կոչվում է մեր երգերը եւ մենք, ես կարծում եմ երգերը մարմնավորում են մեզ, ներկայացնում են մեր բնավորության գծերը, մեր առանձնահատկությունները, մեր ազգին բնորոշ։ Մի փոքր խոսենք նաեւ դրա մասին, սարից օգտվում եմ, քանի որ դուք ազգագրագետ եք, մի փոքր խոսենք հայերի տեսակի մասին, ինչպես են դրանք բնորոշվում երգերի միջոցով։ Շատ հստակ եւ փայլուն ձևով, օրինակ գովերքերի մեջ կարող են գովել աղջկա,
ոչ միայն արտաքին տեսքը, այլ հագուստից, ծամկալից, շորերից, լրիվ գովերքումով, այսինքն երգերից էլ մենք կարող ենք կյանք ու կենցաղը հասկանալ, հացի երգերի մի մեծ շարք, հացի արարման, այսինքն ցորենը ցանելու, մինչև հենց հացը թխելու երգերը ու բոլոր երգերի մեջ նշվում են ինչ որ ատրիբուտների անուններ կամ աշխատանքի ընթացքի մասին, որը որ կյանք ու կենցաղը իրականում շատ գեղեցիկ ներկայացնում են։ Շատ հետաքրքիր, որ այդ երգերի միջոցով կարելի է մեր պատմությանն է լիովին ծանոթանալ ցանկացած շերտի առանձնահատկության, որովհետև դրանք նաև երգվել են ժողովրդի կողմից։ Մեր երգերը եւ մենք նախաձեռնության մասին, եթե մի փոքր ավելի այսպես լայն խոսենք, նաև բաց դասեր են կազմակերպվում եւ մուտքը ազատ է, այսինքն յուրաքանչյուր ցանկացող կարող է ներկա գտնել, սովորել, կրթվել։ Մի փոքր խոսենք նաև սրա մասին, երբանից է այս միտքն առաջացել, արդյոք հենց հիմքից էլ նպատակ եղել է բաց դասերի միջոցով անցկացնել։ Սկիզբը հենց եղել է բաց դասերով իրականում, ինչպես որ նկարագրեցի, հավաքվում ենք այն մարդը, ով այդ հյուրն է, ով ներկայացնում է այդ պահին երգերը, միասին սովորում ենք երգերը, սկզբում այսպես կլոր շարում ենք, փորձում ենք անմիջական միջավայր ստեղծել, ինչպես օրինակ նախկինում, որ մարդիկ երեկոյան օդաներում հավաքվում էին, երեխեքը մեջտեղը վազում խաղում էին, անպայման պարտադիր այսպես լինում է։ Հա, միշտ երեխաներ ենք ունենում, այդ մեր ամենասիրած մասն է, այդպես բարձերը մեջտեղը դնում ենք, երեխեքը խաղում են, մի քիչ լսում են, մի քիչ աղմկում են, դեռ ասում ենք ոչինչ։ Դա էլ է լինում։ Հա, փորձում ենք այդպես միասին երգերը սովորել, երգել, հետո ձեր նույն երգը երգել, ավանդաբար միջոցառումը ավարտում ենք պարերգերով, էս էլ ամենասիրուն հավես պահերից է իմ համար ամենակարևոր։ Կոմիտասին մի փոքր հղում անեմ, ասում էր, որ գեղչուկները սովորաբար նվագարաններ չէին օգտագործում, նախ թույլ տալ երբեմն չէին կարող իրենց, քաղաքներում էր տարածված նվագարանների առկայությունը, իսկ հայ գեղչուկը երգում էր ու պարում զուգահեռ, այսինքն պարը միշտ զուգորդվել է երգով ու իրականում զգացողությունը մի դեպքում երբ դու միացված երաժշտությամբ ես պարում, մի դեպքում երբ ինքդ համ երգում ես, համ պարում ես, հələ հերիքչի կողքիններդ էլ են այդ նույնը երգում ու պարում։ Բարդ է նաև այս դեպքում երգել եւ պարել միաժամանակ։ Հա, երբեմն Աննան այդ ամեն ինչը ղեկավարում է, երբեմն օգնում է։ Իրականում այո, դժվար է, որովհետեւ երբ որ կենտրոնանում ես պարային շարժումների վրա, արդեն տուժում է երգը կամ երբ որ երգում ես արդեն պարը, բայց տարիների ընթացքում այդ հավաքների շնորհիվ արդեն այո, սովորել են եւ հիմնականում ավելի շատ երգերի ուսուցումից հետո անհամբեր սպասում են, որ այդ վերջի փուլի պարերգերը իրականացնեն։ Վերջնական պատկերը տեսնեն արդեն այս դեպքում։ Եվ քանի որ մեր հյուրերի հետ արդեն ամփոփում ենք յուրաքանչյուր նախաձեռնության կազմակերպության 2025-ը 10 օր մնաց ամեն դեպքում նոր տարվան ու 2026-ին, ինչպիսին է նախաձեռնության 2025-ը։ Գուցե ինչ-որ ձեռքբերումներ եղան կամ բաց թողումներ, որոնք 2026-ին պիտի լրացվեն, մի փոքր ամփոփենք տարին։ Փորձել ենք մի փոքր ընդլայնել մեր գործունեությունը, ինչպես ասացի, սկզբում բաց դասերի վրա էինք շատ կենտրոնացած ու հիմնականում դրանով էինք զբաղվում։ 25-ին էր, որ մտածեցինք ինչու դրանից դուրս այլ բաներ չանենք ու սկսեցինք մտածել այցելելու տարբեր մարդկանց, դա կլինեն ավանդական երգի պարի խմբի հիմնադիր անձինք, դա կլինեն ազգագրագետներ ու հենց մենք նախաձեռնելու իրենց հետ տարբեր տեսանյութերի նախապատրաստում, երգերի ձայնագրություն եւ այլն։ Այս պահին դեռ պատրաստի նյութ չունենք, հենց 26-ին արդեն այդպես անհամբեր սպասում ենք, որ այդ նյութերը արդեն մշակված, գեղեցիկ տեսքով կհանձնենք մարդկանց։ Ես առաջարկում եմ հենց հանձնեք, մենք հարցազրույց ունենանք եւ արդեն դրա մասին խոսենք, որովհետեւ սա շատ կարեւոր առաքելություն է։ Քանի որ խոսվեց նաեւ փոքրերի մասնակցության մասին, սա եւս ամենաքաղցր կտորներից է, երբ մատաղ սերնդի ներկայացուցիչները փորձում են սովորել այն, ինչը հին ծագում ունի, դեռ դարերի ու հազարամյակների պատմություն։ Ինչ ակտիվություն կա նրանց կողմից, քանի որ դուք այդ դասավանդման գործընթացի մեջ եք արդեն տարիներ շարունակ։ Իրականում միգուցե դեռևս չգիտակցելով, բայց երբ որ նրանք այդ երգերը սովորում են երգում կատարում ու հիմնականում աշխատում են ավելի ուրախ մեղեդիներ, հա, ու ունենք առանձին մանկական, հա, այսինքն իրենց պարզ ավելի հասանելի նյութեր սովորում են, բայց միևնույն է տարիների ընթացքում իրենք սկսում են սիրել ու համենայն դեպս ես մտածում եմ, որ կաթիլ միջավայրը ամեն դեպքում կրթում է փոքրիկին ու հետո վստահ եմ էլի, որ իրենք սիրելու են շատ ու օրինակ վերցնելով մեծերից ու իրենց միջավայրից հաստատ սիրելու են իրենց ազգային։ Աննա, այս դեպքում նաև նրանք ցանկություն են ունենում նմանվելու
մեծին, ով երգում է, ով գիտի որևէ երգի պատմություն, ու այս առումով դուք փոքրիկ մասնագետներ եք կրթում ձեր ոլորտի համար, կարծում եմ, որոնք որ կշարունակեն այդ առաքելությունը։ Այո, իհարկե, օրինակ ես հարվածային նվագարաններ եմ նվագում, դափ ու թմբուկ սովորողները դե կնոջ պարագայում մի քիչ տարօրինակ հայացքներ էլ կան, որ թմբուկ այդ մեծ հարվածային գործիքը նվագում են, բայց ասեմ 2018 թվականից եմ սկսել նվագել, հիմա սովորողները ու նամանավանդ աղջիկներ այդ նմանվելու համար, որ ասում են թույլ կտակ ես էլ թմբուկ նվագեմ եւ այլն, շատ, ասեմ երևի թե ես կոնկրետ 7-8 սովորող ունեմ, որ անընդհատ գալիս են միասին նվագում ենք, Նաև կարծրատիպեր եք գործում ինչ-որ չափով եւ քանի որ թեման բացվեց, ես էլ ձեր կողքին տեսնում եմ այդ հարվածային գործիքը ու քանի որ դուք ասեցիք, որ երբ երգում ես եւ նաև փորձում ես ապրել դժվար է, եկեք հասկանանք, որքանով է դժվար երգել եթերի ժամանակ ու արդյոք սա ձեզ համար ինչ-որ փորձություն կլինի, եթե ոչ առաջինն է։ Իրականում դա իմ աշխատանքային առօրյանն է, բնականաբար ոչ մի խնդիր չի առաջանա, բայց ապրելու օրինակը որ բերեցիք, նվագել եւ երգերն էլ օրինակ ինձ համար սկսվում դժվար, բայց դե տարիների ընթացքում փորձառության արդյունքում ստացվում։ Դե եկեք ցույց տանք այն ամենը, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել, կարծում եմ։ Ինչ ստեղծագործություն ենք կատարելու այս բանը։ Կուզեմ, քանի որ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակն էր այս տարի, իմի կարճ հատված Հայրիկ Մուրադյանի գրառած երգերից երգեր։ Մենք փոքրիկ երաժշտական կատարում կունենանք, տեսնում եք հարգելի հեռուստադիտող, ոչ միայն հարցազրույցներ են մշակույթային, այլ նաև երաժշտական կատարումներ։ Սկսենք։ Մեր տանի տևարդ կորնյան, լե ջան, ձեր տանի տևարդ կորնյան, Այսպես ծափահարություններով էլ եզրափակեք, ես ինչ որ չափով պատկերացրի ինչպես են անցնում ձեր բաց դասերը։ Սրա հազարապատիկն է, կարծում եմ, երբ միավորվում են շատեր ու երգում են նաև այդ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար, շատ կարևոր նախաձեռնություն է այն, ինչ իրականացնում եք, որովհետև մեր ավանդական մշակույթի շատ շերտեր դեռ բացահայտված չեն, շատ երգերի մասին դեռ մենք չգիտենք էլ, ես վստահ եմ, որ այդ գործում դուք շատ մեծ ավանդ եք ունենալու։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր մշակութային եթերը դեռ չի ավարտվում, կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում ենք։